Ամուսիններով հայ ժողովրդին կրթում են, հա, դաստիարակությամբ են զբաղված մեր ազգի, մարդիկ, ովքեր իրենք թերուս են, հա, նոր բան չեմ ասում, Նիկոլ Փաշինյանը համալսարանը չի ավարտել, թերուս է, շատ լավ գիտենք մեր դասախոսներից, ինքս համալսարանական եմ, բոլորը պատմում են, թե ինչպես են սովորել, ուղղակի չի սովորել, ասենք, հա, եւ այդ ընթացքում իր ձեռքի տակ եղած թերթերն էլ օգտագործել է զուտ քաղաքական նպատակներով գումար վաստակելու համար, սա նոր բան ես չեմ ասում, բոլորը շատ լավ գիտեն, հենց այդ առումով էլ ես իրեն երբեք չեմ համարել լրագրող, նա լրագրող չի, նա ուղղակի օգտագործել է այդ հնարավորությունը փող աշխատելու համար, նա լրագրող չէ, այս հարցը ուզում եմ, որ մեկ ընդմիշտ փակված լինի, մարդիկ անընդհատ, որովհետեւ ասում են, դե լրագրողը իրավունք չունի լինել երկրի ղեկավար, այստեղ մենք լրագրողի հետ գործ չունենք, մենք մի հակահայի հետ գործ ունենք, որը դրսից կոդը ստացած, ինֆորմացիան տրված ուղարկվել է մեր երկիրը քանդելու համար, հիմա էլ մեզ կրթում են, կնոջ ձեռքին մի դեպքում տեսնում եք խորենացի, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում, հա, կարդում է, այսպես մեջբերումներ է անում, ամուսինը խոսում է իրական Հայաստան, իր այդ որը դարձրել է իր գաղափարախոսությունը, մենք պիտի նաև դա հասկանանք, այս մարդիկ ինչ են քարոզում, դուք ասում եք գնացել են Թուրքիա, չէ, այսպես իրենց տվել է անհրաժեշտ, հիմա այդ մարդիկ այդ տրվածը փոխանցում են մեզ, հակահայկականություն է գնում այս քարոզը, եւ ինչ է այդ իրական Հայաստանը, այդ գաղափարախոսությունը, ես կուզեմ, որ ձեր կարծիքը ընդհանրապես արտահայտեք, այս կրթական այդ մոդա, հա, նորաձև է կրթվելը, հա, այս քաղաքական շոումենների հերթական այս չեմ հասկանում սրա անունը ինչ դնել, ազգները ինչ են անում մեզ, ինչ են անում, նպատակը որն է, մեզ հեռացնում են մեր ակունքներից, մեր արժեքներից, լավ էլ գլխի եք ընկել, միամիտ կլինի մարդ, որ գնա այդ ակցիաներին գիտելիք ստանալու ակնկալիքով։ Բայց երբեմն գրառումներ եմ տեսնում, ասում են գնացինք կրթվելու, սա ինչ է։ Հա, այդ իրենց ֆեյքերի բանակն է։ Դեմքեր են, ֆեյքեր չեն, ցավոք նաև ծանոթ մարդիկ կան երբեմն։ Ուզում եք մի ցավալի բան ասեմ, սա մի քիչ թող դերեն ինձ էլի, չհամարեն մեր խոցելի տեղին դիպա։ Իմ եւ ձեր կողմից մեծ արված, այսօր էլ ես պատրաստ եմ իմ երբեմնի բարեկամ աշխարհահռչակ անունով պայծառագույն կոմպոզիտոր, ընդ որում վերլուծական մտքով ես տեսել եմ նա գրականագետից ավելի լավ է գրականություն վերլուծում, բոլոր երաժիշտները չեն կամ նկարիչները այդպես, հրաշալի վրձին ու չգիտեմ երաժշտություն ունեն, բայց հաճախ ինտելեկտ է, անունը չտամ արդեն պատկերացրեցիք, հերթական անգամ որ նորից հալածում էին ախր դուք բան չունեք ասելու, բա լավ չեք հետևում քաղաքական, միամիտ իբր ասեց բանը Հովսեփ Խուշուդյանին եմ կարդում, կարծում եք այդքան միամիտ է, ուղղակի հենց ինքը այդպես ներկայացրեց, որ այս մեկն է աշկիս ընկնում, բայց դա հենց այն անունն է, սրանց հույսն ու հավատն է այդ անունը, կամ այդ 8-10 այդ հույս ու հավատներից մեկն է պարբերաբար վարձատրվող։ Այո։ Ու տեսեք, դրանց լսարանները, երբ որ այդ պիղծ գրառումներն անում են եւ պարբերաբար վարձատրվում։ Եվ որևէ մեկը չի ասում, ախր 7 տարի, դրանից առաջ էլ որպես գրանտակեր 17 տարի, այս մարդը ձեզ 5 տարի առաջ ասում էր, հեսա քիչ մնաց Ռուսաստանը բզիկ է լինում, հեսա Ուկրաինան կհաղթի, ու դուք հազարներով կաղկանձում էիք ցնծությամբ, այսօր Ուկրաինան չգիտի քանի հազար կամ քանի տասնյակ հազար քառակուսիով պիտի պահպանվի, այն էլ ոչ լիարժեք ինքնիշխան երկիր, ու այդ հազարավոր ցնծացողները չեն հարցնում, բայց այսպիսի բան էիր դու ասում ու ամեն օր ասում էիր, հասկանում եք, կրթվելը, գանք նորից ձեր հարցին, ոչ թե գնում են գիտելիք ստանալու, կամ իրենք ոչ թե այդ ակցիաներն անում են, որ գիտելիք փոխանցեն հանրությանը, այլ գիտելիքի մասին նրանց պատկերացումները գլխի վայր շուռ տան, Այն ինչը որ մենք համարել ենք պատվախնդրություն, իրենք ներշնչում են, որ դու սխալ է ձեր ընկալումը, պատվախնդրությունը սա է, կոպիտ ասեմ իրենց բառապաշարով, հերոսը ոչ թե սա է, այլ ծխախոտի մնացորդ հավաքողը, հարկատուն,